էթիկայի հանձնաժողով քննություն սկսել Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված, որտեղ վերջինս անդադար կամ լրագրողներին է վիրավորում կամ ձեր թիմակիցներին, գիտենք, որ ներսում կոնֆլիկտներ կա։ Որտեղից գիտեք, որ ներսում է կոնֆլիկտ։ Մամուլը ինչ ասես գրում, հա։ Գրում եք, որ ես ու Քոչարյան Անդրանիկը լուրջ հակամարտություն ունենք, հետո բարիշեցինք, հետո կռվեցինք եւ այլն։ Լավ, ուրեմն դուք էլ ձեր հարցին պատասխանեք, եթե դուք ձեր իրականությունը ունեք, ես ինչ պատասխանեմ։ Դուք ասում եք թուղթ կա, որտեղ կա ստորագրությունը հավաքվում, ես այս թուղթին ծանոթ չեմ, երբ որ այդ թուղթը կտեսնեմ, երբ որ խմբագրությունը, երբ որ խմբակցությունը քննարկի, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Ես ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք պատրաստ են միջպետական խաղաղության համաձայնագիր քննարկել եւ գնահատականներ տալ եւ հարցազրույցներ տալ, ես չպատրաստ չեմ նույնիսկ այդ մի էջանոց թղթի վերաբերյալ բան ասել, որը չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես ո՞նց է վերաբերվում Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի։ Իսկ ինչու այդ վերադառնալ Ես զանգահարել եմ իրեն, հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, ես դուրսն եմ երկրում, զանգահարել եմ իրան, իր հետ խոսել եմ, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ խոսել եմ։ Անդրանիկ Քոչարյանին եք զանգահարել։ Այո։ Իրողություն չի պատասխանում։ Ես խնդրում եմ իրան այդ հարցը։ Բայց պարոն Սիմոնյան, կարիքն Ես տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունը եւ լրագրողները բաներ են արել։ Ես դրանից ներողություն եմ խնդրել եւ ես համարում եմ, որ դրանով ես ել ավելի ուժեղացել եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդով ներողություն է խնդրում, ել ավելի ուժեղանում։ Իսկ դուք կարծում եք էթիկայի հանձնաժողով պետք է ձևավորի։ Խնդրում եմ, էլի թող գա փաստաթուղթը տնեմ լրագրողները հարգելի, ինչի տակ են ստորագրել, մի հատ քննարկենք, հասկանանք, կասեմ, էլի հետո տեսեք, դա ազգային ժողովի նախագահի որոշելիքը չի, դա խմբակցությունների, տեսեք, խմբակցությունների ղեկավարներն են որոշում, խմբակցությունն է որոշում, այլ ոչ թե ազգային ժողովի նախագահը։ Սիմոնյան համաձայնագրին վերադառնալ, ասում եք ավարտվում են մոտենի բանակցությունները, համաձայնությունները։